Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում հրավիրել է վերջին բացօթյա ասուլիսը։ Քանի որ հատուկ գործընթացներ չկան զանգվածային, ավելի հարմար է սովորական ձևաչափով ասուլիսներ անցկացնել։ Վարուժան Ավետիսյանն նախազանգում է շարժման անդամների նկատմամբ ճնշումների մասին։ Այդ համատեքստում է նաև դիտարկում Նոր Հայաստանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի վաղը Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների քննչական բաժին կանչելը։ Քննիչի հետ խոսեցի, որ կենցաղային երևույթի հետ կապված է, փորձում են այդ մահակը կախած պահել ընդդիմադիրների վրա։ Նոր Հայաստանում այնուամենայնիվ վստահ են, երկրի կորսված գարունը դեռ կարող են ետ բերել։ Մարտի 2-ը դեռ չի եկել եւ մարտի 2 բերելու երազը երբեք ժամկետանց չի կարող լինել։ Քաղաքացիները սակայն այլևս հույսեր չեն փայփայում, թե առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել։ Ես չեմ տեսնում մի այդպես ընդդիմադիր ուժ, որը որ կարողանա իր ձեռքը վերցնել այս գործողությունը։ Կոմունիստները 70 տարի իշխեցին, երևի ՀՀԿ-ն էլ 70 տարի պետք է իշխի։ Արդեն հույս չկա որ լավ լինի։ Ոնց որ sense օրորոդկանը ոնց ֆորման ու նախարարը գնում մյուս տեղը։ Ժամանակը կա բումերանգը հասնելու իրանց։ Իդեպ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատն առայժմ կշարունակի շուրջօրյա նստացույցը Ազատության հրապարակում։